Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում թեմայի չեղվելու համար, բայց մի կարևոր հարց կա, որը քանի շուտ է ուզում եմ ուղղել մեր ընդդիմադիր գործընկերներին։ Երեկ պարզ դարձավ, որ վերջին երևի 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան։ Ես երեկվանից կարդում եմ արձագանքները ու անկեղծ ասեմ, այդ մասին գրառում եմ արել, բայց մի հատ էլ ասեմ, զարմանում եմ, որովհետև ոնց որ վատ բան է տեղի ունեցել։ Հետո այդ գրառումը կատարելուց հետո երեկոյան նայում էի Տիկին Վարդանյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որտեղ Տիկին Վարդանյանը ոչ մի դրական բան չի տեսնում այդ ամենի մեջ։ Հիմա ուզում եմ հարց տալ, քանի որ առավելևս ձեր խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում նաև տնտեսական, միջազգային հարաբերությունների ոլորտում, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պարոն Ավետիսյան, պարոն Ռուստամյան, պարոն Գևորգյան, խնդրում եմ վեր կենալ եւ ուղիղ առանց մանևրելու, ուղիղ ասեք, տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե ոչ, շնորհակալություն։ Միանում եմ հարցադրմանը։ Վագն Ալեքսանյան։ Շնորհակալություն հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ։ Այսօր մեկնարկում է աղար շաբաթի դիմընտրությունների քարոզարշավը ու այս թեմայով մի հատկանշական բան կա, որի մասին պետք է խոսել հենց խորհրդարանում։ Այս ընդդիմությունը, մեր ընդդիմությունը, Հայաստան դաշինքը ու դրա դաշնակցության թևը մասնավորապես, բարբերաբար խոսում է լրագրողների մասին, ինչ-որ լրագրողների հետ կապված նախաձեռնություններ է բերում, էթիկայի հարցեր է բարձրացնում, էս է բարձրացնում, այն է բարձրացնում, նախ են, որ իրանց թագաժառանգի որդու օգնականը լրագրողի նկատմամբ բռնություն է կատարելու մինչև հիմա շարունակում մնալ իրանց թագաժառանգի օգնականը, դա մի կողմ։ Բայց այս մարդիկ դաշնակցությունը վաղար շաբաթում առաջադրել է մի թեկնածու, որը շատ հայտնի է, չափազանց հայտնի է, պարոն Տարոն Մարգարյանը, այստեղ է պարոն Մարգարյանը։ Երևանի քաղաքապետ էր ու որոշել էր դոկտորական պաշտպանել, շատ ողջունելի է իդեպ, կրթվել է դեռ այն ժամանակ էր նորաձև։ Պարոն Մարգարյանը ժող ինստիտուտում դոկտորական էր պաշտպանում ու դա բաց է, օրենքի պահանջով դա պետք է բաց լինի, բայց, թեկնածուական, կներեք, թեկնածուական, օրենքի պահանջով դա պիտի բաց լինի, բայց մի խումբ ուսանողներ, շակերտավոր ուսանողներ, որոնք հետագայում պիտի ստանային սաքուլիկ մականունը, պատի պես կանգնել էին ու չէին թողում, լկտի բառապաշարով չէին թողնում, որպեսզի լրագրողները ներս գործեն։ Ներս մտնեն ու նկարահանեն այդ դարակազմիկ կադրերը, ինչպես է պարոն Մարգարյանը պաշտպանում իր թեկնածուական։ Ու այդքանից հետո ով կմտածեր, որ ինչ-որ մի օր 130-ամյա կուսակցությունը վաղար շաբաթի ընտրությունն եմ հասկանում եք, վաղար շաբաթի, որտեղ գտնվում է մայր աթոռը, ուրիշ թեկնածու չէր գտնելու առաջադրելու, քան ընդամենը լրագրողների մուտքը խոչընդոտած ինչ-որ մեկը, ում ածականը սաքուլիկ է։ Դա ձեր դեմքն է, հարգելի գործընկերներ, դա դուք եք, դա դաշնակցությունն է։ Իդեպ, ի պատիվ պարոն Մարգարյանի, ավարտում եմ, ի պատիվ պարոն Մարգարյանի եւ հանրապետական կուսակցության, իրանք այդքան խելք ու հեռատեսություն ունեն, որ նույնիսկ իրանք չեն առաջադրել նման թեկնածու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նիստը վարող իրավունքով Ռուբեն Ռուբինյան։ Հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում օրակարգից շեղվելու համար, բայց պարոն Թունյանը ոգեշնչեց ինձ, որովհետև ես կարծում եմ իր հարցադրումը պետք է այլ ավելի զարգացնել։ Տեսեք, պարոն Թունյանը ընդդիմությանը հորդորում է պատասխանել հստակ, այո կամ ոչ, արդյոք այն փաստը, որ Ղազախստանից ցորեն է Հայաստան գալու Ադրբեջանի տարածքով, լավ բան է թե վատ, բայց ես ավելի հեռուն գնամ, էլի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, իսկ ես վստահ եմ, որ ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը եւ Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմը եւ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը առ այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետեւյալն էր. սա միակողմանի զիջում է,
Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Օրինակ հիշում եմ Քոչյանի ասուլիսը, այնտեղ ասում էր, այս ամեն ինչի ինչ իմաստ ունի, եթե Հայաստանը դեպի Իրան եւ Ռուսաստան չի ստանալու կապ։ Չգիտես ինչից էր վերցրել, որ չի ստանալու։ Հիմա բայց այս միակողմանի զիջելը ո՞նց է արտահայտվում, նենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Դա միակողմանի զիջում է մեր կողմից։ Ընդ որում խնդիրը միայն ցորենը չի, կամ խնդիրը միայն Ղազախստանից բան ներկրելը չի։ Հարցն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Մի բան էլ ասեմ։ Ընդդիմադիր լրատվամիջոցները սիրում են ցանկացած արտահայտություն Ադրբեջանից հնչող, որը ապակառուցողական է, տիրաժավորել։ Նորմալ է, լավ են անում, որովհետև իրոք նման հայտարարություններ ապակառուցողական հնչում են մերթ եւ մամուլն ճիշտ է անում, հրապարակում է դրանք։ Բայց օրինակ երեք հետաքրքիր հայտարարություն է հնչել Ադրբեջանից, ես գրեթե ոչ միտեղ չեմ հանդիպել դա։ Ոչ էլ հանդիպել եմ ընդդիմադիրների էջերում։ Բազմա երեք Ադրբեջանի նախագահն ասել է, որ սա, այսինքն, որ Ադրբեջանը հանել է սահմանափակումը դեպի Հայաստան բեռ տարանցելու, եւս մեկ ապացույց է, որ խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ նաեւ իրականությունում։ Հիմա ինչի հերթով չեք գալիս, դուք սիրում եք, չէ՞, Ալիևին ցիտել։ Հերթով եկեք ցիտեք։ Ես կարծում եմ շատ ազգանվեր գործ արած կլինեք։ Շնորհակալություն։